Բարև ձեզ, կարելի է երկու հարց ունենք ձեզ։ Խնդրեմ, համեցեք։ Ինչով եք ջեռուցում բնակարանը։ Էլեկտրոէներգիայի միջոցով հիմնականում խոհանոցում ունենք գազ, որով աշխատում է մեր լվացարանը։ Ցույց կտաք։ Իհարկե, խնդրեմ, այս սենյակում միացրած է մոտավորապես 700 վատանոց ջեռուցիչ, նման ջեռուցիչներ էլ ունեմ երկրորդ սենյակներում, առավոտից գիշեր միացված են։ Որքան գումար եք վճարում։ Էլեկտրոէներգիայի համար, դեկտեմբերի համար վճարել եմ 70,000 գումար մոտ, 69,880 դրամ։ Իսկ գազը։ Գազը մոտավորապես 7,500։ Կարծում եմ, որ շատ թանկ է, մեր ընտանիքի բոլոր անդամները աշխատում են, իրենց լուման ներդրում են մեր ընտանեկան բյուջեի մեջ եւ մեզ հաջողվում է այդ հարցը լուծել, բայց շատ դժվար կլինի, ասենք, քիչ աշխատող ունեցող ընտանիքների համար եւ թոշակառուների համար սարսափելի ծանր կլինի, սարսափելի։ Քանի աստիճան է բնակարանում։ Դուք կարող եք նայել մեր ջերմաչափին էլեկտրոնային, որը ցույց է տալիս, թե քանի աստիճան է մեր բնակարանում, մեծ սենյակում 15.9 Ես 70,000 մուծելով ստանում եմ մեր բնակարանում 15.9 ջերմություն։ Ինչքան եք վճարում հոսանք։ Անցած ամիս վճարել եմ ինչքան 15,000 դրամ, բայց շատ քիչ, որից կեսը ստեղ չեմ մնացել ես։ Ու այդ գումարով չենք տաքացել, էլ ասեմ։ 16-ից չի բարձրանում։ 16-ից։ Հա, տանը երեխաներ կա, նույնիսկ ինվալիդ երեխա կա։ Ու տունը չի տաքանում։ Մենք ստեղ առաջ տարին ենք ձմռանը լինում։ Ու շատ անսովոր է, շատ ցուրտ է, չգիտեմ։ Զարմանում ենք, թե ոնց են ստեղ ապրում, ժողովուրդը ոնց է ապրում։ Մոսկվայում ենք ապրում, որ տները միշտ տաք են եղել։ Կարող է այս նույն չափի մուծենք, բայց երևի այնտեղ ավելի տաք է տները։ Ամսեկան որքան եք վճարում հոսանքի համար։ 18,000, 20,000։ Որքան է ջերմաստիճանը բնակարանի։ 15, 17։ Բոլոր սենյակները տաքանում են։ Չէ, մեկն եմ օգտագործում, մեկն է կուխնին։ Գազ չունիմ ես աղջիկ ջան։ Թոշակառու երկրորդ կարգի կին եմ, հազիվ ես ինձ յոդա եմ տամ, դեղեր, ենքան դեղեր եմ աղնում բան, նենց որ չգիտեմ, ոչ է փարոս են տալի ինձ։ Ինչու՞։ Չեն տալի, տղայիս հետ եմ գրանցված, ես մենակ եմ ապրում, ինքս դե չի, ասում տղա ունես չեն տալի։ Որքան եք ամսական վճարում եւ ինչ ջերմաստիճան է բնակարանում։ Բնակարանում 21 աստիճան է, 59,000 եկել է գազի փողը։ Բնակարանը հոսանքով եք ջեռուցում, թե գազով։ Գազով։ Որքան եք վճարում։ Գազը նայած լինում է 10,000, լինում է 15,000, նայած։ Նորմալ չենք կարող տաքացնել, որտեվ շենքը ինքը արդեն շատ խալխլված է։ Իսկ փաստորեն ամիսի 16,000 գազի եք տալիս։ Այո։ Իսկ հոսանքի։ Հոսանքի շատ ենք տալի 20,000։ Գազով։ Իսկ որքան եք վճարում, արդեն կոմունալները եկել են հաշվի, որքան եք վճարում։ 35,000 մենակ գազը։ Իսկ հոսանքը։ Ունի 10,000 էլ գազը, հոսանքը։ Իսկ կարողանում եք տունը նորմալ աստիճանի հասցնել։ Երեխա ունենք, բայց այդքան հնարավորությունը 80,000 իմը։ Իսկ հոսանքի դիմաց։ Դե միասին է գալիս էլի հոսանքն ու գազը այդքան։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք կոմունալ վճարները շատ չի, թե համապատասխանում է ջերմաստիճան այն գումարին, որը վճարում եք։ Ինչ ասեմ, երևի մի քիչ այ տարբերություն օրինակ վերցնենք Ռուսաստանի Դաշնությանը, դեռ ավելի մատչելի, ասենք, մեծ սեփական տները այս կարգի վճարում են, երբ որ դու ընդամենը սովորական կվարտիրա ես 100 քառակուսի համարից վճարում։ Ինչով եք ջեռուցում ձեր բնակարանը, հոսանք թե գազ եք օգտագործում։ Կոնդիցիոներ։ Կոնդիցիոներով։ Որքան եք վճարում կոմունալների համար, արդեն տեղյակ եք այս ամսվա համար որքան պետք է վճարեք։ Այս ամիս 35,000։ Բանը լույսի։ Լույսը։ Իսկ գազը։ Գազը 5,000, 5,600։ Իսկ կարողանում եք վճարել։ Ինչ անենք, մենակ ես եմ թոշակառուի։ Թոշակը որքան է ձեր։ 42,000։ Այդ դեպքում ինչպես եք անում, բոլորը կոմունալի եք տալիս։ Հա։ Տալիս եմ կոմունալ, այսպես ապրում ենք։ Իսկ որքան ջերմաստիճանը որքան է բնակարանում։ 14, 16։
Այսինքն չի էլ տաքացնում։ Գնում են եւ արդյոք իրենց տանը փայտի վառարաններ են տեղադրում։ Միանշանակ այո, որովհետև ստավյալ եղանակային պայմաններն ու գազի սակագինը թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ ուրիշ վառարաններ այսօր օգտագործեն։ Ինչ արժի վառարանը մեկ։ 4000-ից մինչև փայտի վառարանները բարակ թիթեղով մինչև 5-6000։ Մարդիկ հասկանալով հանդերձ ծուխ կլծվի, ասենք ռեմոնտը կեղտոտվի ինչ կլինի, բայց կարևորը որ գումարին գրպանին չկպնան։ Նրանք արդեն երկրորդ պլան են մաղում։ Այսօր վառելիք էլ չկա։ Այսօր փայտ գոյություն չունի։ Եթե վերցնեն ժողովուրդ ասենք իրական փայտ գնեն, հա, անտառային փայտ, որպես վառելիք, ինքը շատ ավելի թանկ է, քան թե գազը։ Այսօր ուղղակի մարդիկ վառելում են այդ դրսի այդ աղբարկեղներից գարդոն, պլաստմասը, շիշ, ինչ որ հնարավոր է վառել ուղղակի։ Գյուղական միջավայրում էլ դա բնականաբար բոլորը աթար են վառում։ Ուրեմն երկրի սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է, թույլ չի տալիս գազը թանկ հաճույք է ու կալորիա չկա, ինքը վառվում, բայց տունը չի տաքանում։ Ձեր տունը ինչով եք տաքացնում։ Փայտով։ Նենա փետ ենք վառում, փայտ ենք վառում, փեջը դրածա։ Գազը չի տաքացնում, միացնում ենք, փողը մուծում ենք, ամիսը մի 45000, 50000, 40000 մրսում ենք։ Դրա համար որոշեցինք գազը հանենք շպրտենք մի կողմ, փեդի փեջ դնենք, փեդը առնում ենք, ստականում։ Իսկ փայտը որքան է ամսական նստում ես։ Ամսական երևի մի 20-25000, 30000 այդից։ Էլի գոնե Գալում ենք մի մեքենա ենք դատարկում, դրա համար մի 80-100,000։ Բեկալում ենք տարվա համար հերիքա։ Տարվա համար, հա, դες մե 5-6 ամսվա համար հերիքա, սեզոնին։ Իսկ ամբողջ տունը տաքանում։ Շատ, լրիվ տները տաքանում է։ Շուշուտ ենք մաքրում, ծուխ չի լինում, որ թողենք ուշ լծվի։ Լինում է, չէ, լավ է։ Կամ կեղտոտվի կամ բուխ։ Լավ է, շատ լավ է, փառքաս։ Սենց էլ որ մնա գելի լավ է, Բայց մեր պետությունը թողի փետ բերեն մի քիչ էժան, որ մեզ էժանա։ Սաղ չափին գրփում են փողերը շոֆերից, փայտ բերողից։ Միջև հասնումաստե թանգանում է։ Մի քիչ գրփեն, որ մեզ էլ գա մի քիչ։ Ահա, այն էլ գավառում է ապրում, բայց իր եղանակը շատ լավ է, դե խոսա մետրոլա խոսա։ Քավառեցեք։ Ուղղակի ես պետությունը, եթե կանում ամեկից մեծ կա թույն տա, ուտենք ու մեռնենք պրվենք։ Всё։ Ինչու։ Ինչ։ Դուք ինչով եք տաքացնում Քավառում։ Նույն կարգավիճակն է։ Հավես ունենք ստեղ ազատ մեր համար մաքուր լավ կնստեինք էլի եթե գազը տաքացնենք։ Գազը որն է, գազը տաքանար, գազը մաքուր լիներ, լավ կլիներ, բայց որ գազը վառում ենք, ոչ տաքանում ենք, ոչ էլ գոլոշի տալիս է տուն, դա լավ գազ։ Կեսի շատը ջուր է, ոչ թե գազ։